Բարև ձեզ բժիշկ Մարգարյան, նկատելի է, որ ձեր ոլորտում կան հաճախ տրվող հարցեր։ Եկեք այսօր ստանանք դրանց պատասխանները։ Բարև ձեզ, սիրով կփորձեմ պատասխանել, ասեմ, որ վիրահատությունը ճողվածքի դեպքում դա շատ սխալ բան է, սխալ է, քանի որ շատ են մեզ դիմում, վիրահատությունից հետո մարդիկ շատ են գալիս մեր կենտրոն, մենք տեսնում ենք, որ վիրահատությունից շատ կարճ ժամանակ է անցել, բայց իրենց մոտ դեպի լավը, կյանքի որակը չի լավացել։ Հարցում եմ, ինչքան ժամանակ անցել ձեր վիրահատությունից, մարդը ասում է 1 ամիս, կամ կես տարի, կամ մի քիչ ավել, ասեմ, որ անգամ այդ կարճ ժամանակը, որ վիրահատությունից անցել է, իրանց կյանքի որակը չի լավացել, ինչ-որ դեղորայքի կամ ինչ-որ մի բանի թեթև կամ քիչ սահմանափակ շարժումներով փորձել են ինչ-որ այդ վիճակի մեջ մնալ, բայց դա այն լուծումը չի, քանի որ տեսեք, կա պատճառ, կա հետևանք, մեզ պետք է ոչ թե հետևանքը բուժել, այլ պատճառը։ Պատճառը ասեմ, դա գրիժաների մեջ չի, գրիժաները չի, չափսերը չի, շատերը մտածում են դիրքերը մեծ է, այնտեղ ինչ-որ դիրքը կպտում է նյարդ հարմատին, կամ ինչ-որ մի քանի ճողվածք ունենք, տեսեք, ամենամեծ չափսը, որը ես այս տարիների մեջ տեսել եմ, դա 30 մմ չափսն է եղել, 3 սանտի, պացիենտը, որ ուներ 3 միջվողային սկավառակի ճողվածք, մեկը 3 սանտի, մեկը 2.5 եւ մեկը 2, եթե չեմ սխալվում, 3 մմ։ Ու ասեմ, դիագնոզը եղել է անհապաղ վիրահատություն, ոչ մի մասնագետ, ոչ մի բժիշկ չի ուզեցել անգամ ալտերնատիվ տարբերակ առաջարկել, անմիջապես վիրահատել, ասել են, եթե չվիրահատվեք, չենք կարող ասել 1 ամիս հետո դու կարող եք շարժվել, թե չէ։ Փառք Աստծո, ասեմ, այդ մարդը այսօր մեր բուժումից հետո շարժվում է, անցել է 3 տարի ու կես, եթե ոչ ավել, շարժվում է, աշխատում է, ծանրություն, գործ, ամեն ինչ, փառք Աստծո, վիրահատություն չարվեց, ասեմ, 6-րդ այցից հետո ինք ուղղակի ցավ ընդհանրապես չի ունեցել։ Ասեմ, որ վիրահատությունից հետո շատ բարդություններ են լինում, մարդիկ կա, որ երկրորդ անգամ են դիմում վիրահատության, դա էլ ասեմ, գայս են շատ վատ վիճակում, ոտքը սկսում է բարակել, սնուցման խնդիրներ առաջանում, ասեմ, ցավը դա ունի 1 պլյուս, 1 լավ կողմ, ցավը չի կարելի վատ նայել, ունի 1 լավ կողմ, մեր օրգանիզմը բացատրում է մեր խնդրի մասին, եթե մարդ այդ ստոպը ցավը չունեցավ, մարդը ուղղակի կարող է մահանալ, ցանկացած մի օրգանի վնասվելու դեպքում կամ կապ չունի, անգամ ճողվածքը եթե չի, ցանկացած խնդրի ժամանակ կարող է մարդը ստոպ չունենալ եւ վատ հետևանքներ ունենա։ Ճողվածքը կարելի է վերականգնել վառություններով, ճիշտ վառություններով, ճիշտ մասնագետների մոտ, դեկոմպրեսիոնի վառություններ, որը մենք տալիս ենք, փառք Աստծո, մենք ունենք այդ գիտությունը, երկար տարիներ աշխատում ենք եւ անկախ չափսից ճողվածքի, անկախ դիրքից այդ խնդրը մենք կարողանում ենք լուծել։ Շատ հարյուրավոր մարդիկ են եկել ոտքի ուղղորդվող ցավով, ասեմ, որ մի 3 անգամ վիրահատվածների եւ կարողացել ենք շատ կարճ ժամանակում վերականգնել, լուծել այդ խնդիրը։ Շատ լավ, շնորհակալ եմ բժիշկ ջան, գրագետ ու ուսուցողական կերպով այս հարցին պատասխանելու համար։ Եկեք անցնենք երկրորդ հարցին։ Կարելի է ճողվածքի դեպքում շարժվել ու մարզվել։ Միանշանակ կարելի է, ուղղակի հասկանալ ինչ վառություններ կատարել, շարժվելուց պետք չի վախենալ, սուրճ ցավերի ժամանակ կարելի է ուղղակի կարճ ժամանակով այդ հատվածում կարելի է սառույց դնել, շատերը հակառակն են կատարում, տաքացնում են, չհասկանալով որ բարդություն կարա լինի ավելի։ Ես խորհուրդ կտամ այդ պահին ուղղակի մի 1 րոպեի չափ այդ հատվածում սառույց դնել, որտեղ այտուցը հանում է, եւ հետո մեղմանալուց հետո կարելի է վառություններ կատարել, բայց հասկանալով ինչ կատարել։ Երբեմն մարդիկ վերցնում են YouTube-յան էջից ինչ որ վառություններ են վերցնում, չհասկանալով որ այդ խնդիրը կարող է օգնել թե բարդացնել, լինում է որ երբեմն օգուտ չի տալի կամ մի քիչ ավելի է վատացնում, համար պետք է ճիշտ մասնագետի դիմել։ Վառություններ կան, որ իրոք արագ կարող են ընդունել 20 րոպեվա մեջ կամ ավելի կարճ ժամանակում ցավի ահագին մասը հանել։ Ճիշտ վառությունների պետք չի վախենալ սեփական մկաններից, մկանները դրա համար է որ մարդ շարժվի, քայլի եւ էլաստիկ կարողանա շարժվել։ Վստահ եմ շատերին էր այս հարցը հուզում եւ մենք ստացանք դրա պատասխանը, շնորհակալ եմ։ Եվ վերջի ամենատարածված հարցերից մեկը բժիշկ ջան, ծնկի ցավերի դեպքում բավական հաճախ է խորհուրդ տրվում մենիսկի վիրահատություն կամ ներհոդային ներարկումներ։ Ինչ կարծիք ունեք սրա վերաբերյալ։
Սիրով պատասխանեմ, ասեմ, որ շատ սխալ է մենիսկի վիրահատությունը։ Հիմա այս պահին մեր մոտ շատ հիվանդներ ունենք, որ տարել են վիրահատություն։ Ասե վիրահատությունը, մենիսկի վիրահատության երկրորդ քայլը գնում է հոդի արտրոզը, որը 3-4 աստիճանում հոդը չի վերականգնվում, արդեն պետք է էնդոպրոթեզավորեն։ Իսկ ներարկումները, ասեմ, դա ժամանակավոր է, որը մաքսիմում կարող է մարդ ընդունենք մի քանի ամիս ցավ չունել, եւ դրանից հետո ցավերը կարող են ավելի շատ լինել, խորհուրդ չեմ տա, կարելի է վառություններով վերականգնել ամբողջությամբ, դա պատրվաստների մասին չի, ջլային պատրվաստները, դա միայն խիրուրգական միջամտության կարիք ունի, որը պետք է վիրահատեն, բայց ուղղակի ծնգան հոդը ուղղակի առանց դեղորայքի մարդիկ մտածում են, որ երբեմն չի լինի բուժել, ասեմ, վստահեցնեմ, որ վարժասարքը թույլ է տալի հոդի ծանրաբեռնվածությունը ամբողջությամբ վերցում է վարժասարքի իր վրա, մենք կարողանում ենք վերականգնել առանց վիրահատության։ Շատ լավ, շնորհակալ եմ բժիշկ Մարտոյան, լավ հարցի պատասխան ունեցանք, շատ օգտակար ու պրոդուկտիվ քննարկում ունեցանք, շնորհակալություն։